Առաջարկում ենք, որ օտարերկրյա ֆիլմ արտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմ արտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմ արտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը։ Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։ Որոշման նախագծով թվարկվում են նաև, թե որոնք են ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները և աշխատանքները, և այս եղանակով կարող է վերադարձվել ներդրումների մինչև 25%-ը։ Պետք է նշել, որ այս մոտեցումը կարող է խթանել թե կինոարտադրության ոլորտում ներդրումները, թե նաև ձևավորել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների որակյալ շուկա։ Միաժամանակ ներդրումների հավելյալ ևս մինչև 10%-ի վերադարձ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության հանրահռչակման տարրերի առկայության դեպքում։ Կարևոր է ընդգծել, որ խոսքը ոչ թե ուղղակի հայկական մշակույթի կամ արժեքների արտացոլման մասին է, այլ ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության հանրահռչակման, այսինքն Հայաստանին այնպիսի անդրադարձի, որը արժևորում, ներկայացնում և տեսանելի է դարձնում մերօրյա Հայաստանի Հանրապետության տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց, արժեքները և այլն, և սա նաև զբոսաշրջության խթանման և նաև երկրի տեսանելիության բարձրացման ուղղված քայլ է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ բազային 25%-ի վերադարձը մրցունակ է դարձնում Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների շարքում, խրախուսելով արտերկրի կինոարտադրողներին, և սա ասում ենք նայելով նաև ուրեմն հարևանությամբ գործող երկրներում ձևավորված տոկոսները վերադարձի, և սա դարձնում է արդեն մեր առաջարկը մրցունակ միջազգային շուկայում, իսկ հավելյալ 10%-ի հետ վերադարձը ստեղծում է նաև հնարավորություններ միջազգային լայն լսարանի առջև մեր հանրապետության հանրահռչակման համար, ասեմ, որ արդեն ունենք կնքված հուշագրեր այնպիսի հարթակների հետ, ինչպիսին է Netflix-ը, և այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որպեսզի այդ պայմանավորվածությունները անցնեն գործնական հարթություն։